Լրություն Դահլիճյան։ Սիրելի հայրենակիցներ, մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է։ Երկրորդ ընթերցմանը ներկայացրել Եվրոպական միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագիծը։ Այս հարցի վերաբերյալ մեր խմբակցությունը մանրամասը Հավուր պատշաճի ներկայացել է իր դիրքորոշումը, ինչպես նշվեց, չի մասնակցել քվեարկությանը։ Մեր դիրքորոշումը ոչ միայն մնացել է անփոփոխ, այլ ավելի ամրապնդվել մեր խոսքերի ճշմարտացիությունը։ Ուզում եմ հիշեցնել ընդհանուր ուղղություններով։ Առաջինը, որ Հայաստան եւ ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացման ընթացք, ինչի հիմքը ՍԵՊԱ համաձայնագիրն է, եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները ուղղակի անգործության են մատնված։ Ամենապարզ օրինակը վիզաների ազատականացման շրջանակներում է, երբ որ ոչ մի նորմալ գործողություն չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Էլ չասած հսկայական ճանապարհային քարտեզը, որ կա ու այս ուղղությամբ բան չեն անում։ Ավելին, ներկա իրավիճակում աշխարհակաղակական զարգացումների պայմաններում նման կտրուկ շրջադարձը եւ քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաև վտանգավոր դրսևորումներով։ Մյուս կարևոր դիտարկումը այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ներկայումս շատ հեռու է Եվրոպական միության անդամակցության նույնիսկ տեխնացուի կարգավիճակի համար պահանջվող կոպենհագենյան չափանիշներից, եւ այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակներում, եւ այսօր անպայման հայտարարություններ անել եւ այն էլ վերել այսպիսի մի ըստ էության հայտարարություն, բայց ոչ օրենք, եւ պարտադրել Հայաստանի պարլամենտի նման օրենքի ընդունումը, դա մերժելի է։ Անդրադառնալով պատգամավորների, մեծամասնության պատգամավորների արձագանքներին, նախ Մարիա Կարապետյանը, որ ասում է, եթե որևէ երկրի կամ որևէ կառույցի խոսքը Հայաստանի եվրոպական այս գործընթացի մասով միջամտություն պետք է համարել, այդ ինչ է ջերմեռանդությամբ չեք գնահատում միջամտություն չհրապարակված ճակերտավոր խաղաղության պայմանագիր կամ համաձայնագրի վերաբերյալ ձեր խնդրանքով միջ այլ պետությունների հայտարարություններին ու հանկարծ այս հարցով որոշեցիք, որ Հայաստանի ինքնիշխանությանն ենք, հա, վնասում։ Շատ հետաքրքիր է։ Անդրադառնալով մյուս ելույթ ունեցողի խոսքին, թե ժողովրդի կամքի արտահայտումով եւ այլն, ամենևին տվյալ դեպքում այդ ձևակերպման մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին, որ սահմանադրությունը հստակ պահանջ է սահմանում, անդամակցությունը հանրաքվեով պետք է իրականացվի, մնացած ամեն ինչը ձևական են։ Ավելին, բոլոր իրավասությունները, բացառիկ իրավասությունները Հայաստանի կառավարությանն են տրված այդ բանակցությունները վարելու եւ ոչինչ չի խանգարում այսօր այդ նորմալ ընթացքով գնալու։ Եվ վերջում շատ կարեւոր է անդրադառնալ նաեւ հենց իրավական ասպեկտին։ Ես իհարկե խիստ զարմանում եմ, որ պարոն Զեյնալյանը համառորեն եւ հետեւողականորեն այս ըստ էության իրավունքի նվազագույն պահանջներին չբավարարող հայտարարությունը փորձում է ներկայացնել որպես այնպես լավ օրենք, սա օրենք չի։ Սա օրենքի որևէ չափանիշի չի բավարարում, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա մի բաժակաճառ է հայտարարության տեսքով, որը բացարձակ կապ չունի օրենք որպես վարքագծի պարտադիր, համապարտադիր նորմ պարունակող եւ պետության հարկադրանքով գործող կամ ներդրվող գործողությունների հետ։ Դա օրենքի տրամաբանությունից դուրս է։ Ավարտելով խոսքս եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ այստեղ էլ ինչպես միշտ կառավարության առաջարկները հետևողականորեն չտարվեցին առաջ, նույնիսկ երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը ներկայացրել է, ավարտում եմ կարճ առաջարկություններ, որոնք նորից թե առաջին, թե երկրորդ ընթերցման ոչ մի բանի տեղ չի անցել։ Մեր խմբակցությունը, ինչպես որ հայտարարել ենք, զերծ մնալով նաև տարբեր տիպի ավել պակաս զրույցներից նորից հայտարարում ենք. մենք չենք մասնակցելու քվեարկությանը։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, այնուամենայնիվ Տիկին Կարապետյանի խոսքին հղում անելով
պետք է նշեմ, որ մի դեպքում խոսքը գնում է ներպետական գործընթացներին, մի դեպքում խոսքը գնում է միջազգային գործընթացներին։ Այսինքն խաղաղության պայմանագիրը, միջազգային հարաբերությունները, դրանք միջազգային հարաբերություններ են։ Թե ինչ որ կորոշի Հայաստանի Հանրապետության ընտրված պարլամենտը իր երկրի ապագայի մասին, դա միգուցե այլ բան է, միգուցե այդ տարբերությունը մի քիչ ուշադիր նայեք, պարոն Մինասյան։ Հայաստանի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, համեցեք, պարոն